Ողջույն։ Երևանին շատ մոտ Արարատի Գայ համայնքի տարածքում գտնվում է գյուղմթերքի մեծածախ շուկա, հայտնի է որպես Մեյմանդարի շուկա։ Բավական է այնտեղ այցելել հասկանալու, թե ինչ ողբերգության մեջ է գյուղացին։ Միայն թե տեսախցիկով չպետք է գնաս, վախենում են խոսել։ Աբսուրդ է իհարկե, որ մարդիկ հացից զրկվել են, հայտնվել պարտքերի մեջ, վարկերի, տոկոսների տակ ճոռում են, բայց վախենում են բաց խոսել։ Ակցիա անել վախենում են, դժգոհությունը հայտնել վախենում են, բայց առանց կամերայի ամեն մեկը դարդերն է պատմում, նյարդայնացած, ջղային։ Ասում է 22 միլիոն դրամ վարկ եմ վերցրել, ջերմոց դրել, հիմա բերքս չեն տանում, անգամ վառածս գազի փողը չեմ կարողանում հանել։ Են մեկն ասում է 30 տոննա պոմիդոր ունեմ, սենց ատկղերով ինչքան բերեմ էժան դատարկեմ գնամ, միշտ եկել ջերմոցից տարել են նորմալ գնով։ Եթե կառավարությունը վարկի տոկոսներն անգամ սառեցնի, նշանակություն չի ունենա, որովհետև մայր գումարն էլ փակելու ձև չունեն։ Մյուս զրուցակիցս ասում է Նիկոլի օրոք վախեցել եմ գործ բռնել։ Գումար եմ ունեցել, բայց անգամ տուն առնել չեմ փորձել, բիզնես չեմ փորձել, որովհետև իմացել եմ, որ նրա օրոք մի հարամ բան լինելու է։ Այս տարի փողերս դրեցի, հսկայական ջերմոցներ սարքեցի ու գնաց կորավ։ Ու հետաքրքիր բան է ասում, մյուսներից բիզնես է խլում, բայց ստացվում է, որ գյուղացիներից էլ է խլել իրենց բիզնեսը։ Ասում են, բայց խոստանում են արտահանել Եվրամիություն, հակադարձում է։ Բերքը մի ամիս է փչանում է, մի ամիս է խոսում են Եվրամիություն արտահանելուց։ Ուրա։ Նիկոլի խոստացած եվրոպական շուկան ասում է աղբամանն է, ջերմոցից արտահանում ենք աղբանոց։ Հայաստան է եկել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Եկել է գյուղացուն փրկելու։ Ու մենք տեսնում ենք ընդամենը խոսքեր, անիմաստ ու ծավալուն խոսքեր։ Ոչ մի գրամ չեն արտահանել։ Տիկին Ուրսուլան բիզնես դասի ինքնաթիռով, որ Հայաստանից վերադառնա, 3 տոննա գյուղմթերք առնվազն կարող է տանել, գոնե Եվրահանձնաժողովում բաժանի։ Ասում է, եթե Ռուսաստանը փակի շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական միությունը կբացի եվրոպական 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Ինչ է նշանակում, եթե փակի։ Մի ամիս է լրիվ փակ է, իսկ գյուղմթերքը օրորի աճում է, փչանում է, դե բա տարեք։ $1 միլիարդ արտահանման ուղղություն է փակվել, ընդամենը խոստացել են 50 միլիոն եվրո, կեսը չեն տվել, այն տվածն էլ չես հասկանում ուր է։ Ասում է, ուզում էինք հավաքվել գյուղացիներով, գնալ կառավարության մոտ, մարզպետն ասաց, համբերեք, կփոխհատուցվեք, կառավարության որոշում կա։ Համոզել են մարդկանց, նստացրել են տանը, նրանք էլ սպասում են։ Բայց պարզվում է, այդ փոխհատուցումը նախ եսիմ երբ են տալու, որովհետև դիմումները ընդունելու են հուլիսի 1-ից։ Գյուղացին 1 ամիս է բերքը թափում է, հուլիսից նոր ընդունում է կառավարությունը փոխհատուցման դիմումները, բայց սա դեռ զավեշտը չէ ողջ։ Սուբսիդիան արտահանված բերքի համար է, որպես ծախսերի փոխհատուցում, բայց մարդիկ բերքի կեսը թափել են, դրա համար փոխհատուցում չկա։ Աղբամանների մեջ տոննաներով ծաղիկ է, դրա համար եւս փոխհատուցում չկա։ Հայաստան եկած եվրահյուրերին չի հետաքրքրում հայկական մթերքը։ Հետաքրքրում է Ռուսաստանի հետ հարաբերությունների վերջնական խզումը։ Իսկ Նիկոլին հետաքրքրում է փողը, միայն ու միայն փողը։ Նա հույս ունի, որ Եվրամիությունից փող կտան, շատ փող։ Շատ էլ չեն տալիս, ինչ էլ տալիս են, դիմացը պահանջներ կան։ Պատգամավորը հարցում էր արել էկոնոմիկայի նախարարություն, թե ինչ է արտահանել Եվրամիություն։ Պարզվում է Հայաստանից Եվրամիության անդամ երկրներ պտուղ բանջարեղեն չի արտահանվել, բայց որ խոստանում էին հնգապատկել արտահանումը, կարող է հունիս ամսվան չէր վերաբերում։ 2025 թվականի հունիսի 1-ից 18-ը ԵԱՏՄ արտահանվել է 9325 տոննա պտուղ բանջարեղեն 25 թվին։ Այս տարի 131 տոննա ընդամենը։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն Ռուսաստանն է, այլ երկիր գրեթե չի գնում։ Եվ ունենք արտահանման անկում մոտ 99%-ով։ Հաղորդագրություններ են տարածում, թե պաշտոնյաները երկրների հետ բանակցում են արտահանման ուղղությամբ, քննարկում են եվրոպական շուկա հայկական ծաղիկների հեռանկարը։ Դա պետք էր անել ոչ թե այսօր, այլ 2018 թվականից, երբ որոշել էիք աստիճանական քանդել Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Քանդելուն զուգահեռ պետք է կառուցեիք նորը։ Արտադրողին հիմա խոստում մի տվեք, շուկա տվեք։ Չեն կարող սպասել, որ 2 շաբաթը մեկ քննարկեք։ Մեռակ քննարկումներ անելով, բայց փաստ է, որ պտուղ բանջարեղեն Եվրոպա չի գնացել։ Իրականում մի քանի լարի վրա խաղացած
Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած։ Եվրոպա չի արտահանվելու, պետք է մոռանալ այդ մասին։ Կլինեն միայն խորհրդանշական արտահանումներ, բայց ոչ երբեք լայնածավալ։ Միայն ստանդարտների խնդրի չէև։ Նրա փրկությունը ռուսական շուկան վերաբացելն է, բայց ռուսներն էլ իր հետ աշխատել այլևս չեն ուզում։ Նրանք իրենց պահանջներն ու օրակարգ ունեն, այդ թվում Եվրամիության անդամության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ այդ օրենքի չեղարկումը։ Հիշում եք, Նիկոլն ասում էր, հունիսի երկրորդ կեսին պայմանավորվել է հանդիպել Պուտինին։ Արդեն հուլիսի մեջ ենք, բայց այդպես էլ Ռուսաստանի Դաշնության նախագահը չի ընդունում։ Պուտինը Փաշինյանին ոչ շնորհավորել է, ոչ ընդունում է, սա ստիպված կապեր է փնտրել արդեն Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցից առաջ Փաշինյանը զանգեց Ռուսաստան Դաշնության վարչապետին։ Ըստ երևույթին զանգել էր արդարացումներ հայտնելու։ Տիկին Ուրսուլային էլ բնականաբար կփորձի վաճառել զանգը Միշուստինին եւ կփորձի փող պոկել։ Նրան միայն փող է հետաքրքրում։ Դա է անհրաժեշտ։ Փաշինյանին Ռուսաստանի Դաշնությունը մերժում է։ Եվրամիությունը միայն խոստումներ է տալիս, իսկ մթերքը փչանում է հասունացնելով բունտ։ Եվրամիության խոստացած 50 միլիոն եվրոն արտահանվող գյուղմթերքի միայն երևի 5%-ն է եւ դա էլ չի հասել արտադրողին։ Եթե ներողություն խնդրի եւ ծնկի գասա Ռուսաստանի Դաշնության առաջ, նրան իհարկե չեն վստահի, բայց գուցե շարունակեն աշխատել հետը։ Բայց այդ դեպքում Եվրամիությունը կմոռանա, որ շնորհավորել է Նիկոլին ժողովրդավարական ընտրությունների համար եւ արդեն կբացվեն Եվրամիության աչքերը։ Կհիշի, որ Հայաստանում բռնաճնշումներ կան, քաղբանտարկյալներ կան, արդեն 8 տարի բանտերում մահանում են ընդդիմադիրներ, իսկ ընտրությունները այլանդակ կեղծվել են։ Եթե այնուամենայնիվ շարժվի Եվրամիություն գնալու անհեռանկար ուղով, մեր երկրին սպառնում է տնտեսական կոլապս։ Մի քիչ սով, ցուրտ ձմեռներ եւ բունտեր։ Նիկոլը եվրոպացի այցելուի հետ ճեպազրույցում ասում է. մենք երբեք խնդիր չենք դրել եւ չենք դնի Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծել, մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում։ Հիմա հարց. Հայաստանի Հանրապետության շահը ո՞րն է ըստ դրա։ Հայ գյուղացու արտադրանք աղբամանը նետելն է Հայաստանի շահը։ Լարսի անցակետում մեռնող տնտեսությունն է Հայաստանի Հանրապետության շահը։ Կուտակվող միլիարդ դոլարների պարտքն է Հայաստանի շահը։ Բոլոր արտաքին խաղացողների ու բոլոր հարևանների առաջ կզելն է Հայաստանի Հանրապետության շահը։ Այդտեղ Հայաստանի շահ չկա։ Այդտեղ կա թուրքական շահ, այդտեղ կա ադրբեջանական շահ, այդտեղ կա ՔՊԻ շահը, բայց Հայաստանի շահը երբեք։ Կարճ ասած, Նիկոլի համար կարևորը սրանք չեն։ Եթե մեզ թվում է, թե նա դարդոտել է, ոնց անի, որ գյուղացին բերքիրացնի, ոնց արտահանում կազմակերպի, ոնց սահմանները անվտանգ դարձնի, ոնց անի, որ պարտքը չավելանա, գնաճ չլինի, չարաչար սխալվում ենք։ Սրա համար կարևոր է, որ պահի իր աթոռը։ Իշխանությունը պահելու համար այսօր այս քայլերն է պետք, սրանք է անում։ Վաղը այլ քայլ պետք լինի, դրանք կանի։ Վաղը արվելի քայլերը կարող է լրիվ հակասեն այսօրվա քայլերին, բայց մեկ է, կանի, որովհետև իր համար կարևորը իր իշխանությունն է։ Նրա որևէ գործողություն ժողովրդի շահի հետ, պետության շահի հետ, ինքնիշխանության ու անվտանգության հետ կապ չունի, չի ունեցել եւ չի ունենալու։